Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին։ Տիկին Թանդիլյան, շնորհակալ եմ հրավերությունը մերժելու համար եւ ուզում եմ զրույցը սկսել կուսակցության եւ ոչ միայն կուսակցության համար շատ ծանր կորուստից Վալոդիա Գրիգորյանի գործով նախին չկա եւ ինչ հանգամանքներում ի վերջո կուսակցության դիրքորոշումը որն է այս ողբերգության շուրջ։ Դա առաջին հերթին մեզ համար անձնական ողբերգություն է, որովհետեւ Վալոդիա Գրիգորյանը մեր ընկերն է եւ նրա կորուստը անփոխարինելի է բառի բուն իմաստով, որովհետև այդպիսի հայրենասեր նվիրյալ լավ ընկեր, ինչպիսին Վալոդիա Գրիգորյանն է, շատ քիչ է այս օրերում հնարավոր գտնել։ Եվ այնինչ կատարվել է այդ ոճրագործության շուրջ եւ այնինչ փորձում են ներկայացնել, իրականում աղերս չունի իրականության հետ։ Խոսքը գնում է այն մասին, որ անգամ վերջերս փորձ են անում ներքին գործերի նախարարը փորձում է դա կապել վրեժխնդրության ինչ որ գործընթացի հետ, որպեսզի կարողանա հեռացնել դրա իրական պատվիրատուների, կազմակերպիչներից եւ աջակիցներից, որովհետեւ ակնհայտ է, որ Վալոդիայի ազդեցությունն ու նշանակությունը համայնքում այսպես փշի նման կանգնած էր որոշ մարդկանց կոկորդում եւ ես համոզված եմ, որ այդ ոճրագործությունը ունի պատվիրատուներ, կազմակերպիչներ, երաշխիքներ, տվողներ, որովհետև որևէ մեկը չէր կարող համարձակվել նման հեղինակություն եւ հարգանք ու պատիվ վայելող անձի հանդեպ նման ոճրագործություն իրականացնել։ Եվ այն փաստացի կատարողը, ով այսօր ձերբակալված է, որևէ աղերս անգամ ինքը չունի այն ընտանիքի հետ, որի մասով փորձում են դա վրեժխնդրություն որպես կարել, որովհետև ոչ իրենց որևէ կերպ ազգակից չէ, ընկեր չէ։ Եվ այս ամենը մենք պնդում եմ եւ ասում, որ չի բացահայտվել այս ոճրագործությունը, թեպետ կատարողը միգուցե եւ ինքն է դեռ կպարզվի, բայց ամբողջությամբ այն բացահայտված չէ եւ մենք հետամուտ ենք լինելու բոլոր միջոցներով արդարության հասնելու համար, առաջին հերթին ընտանիքի, հասարակության համար, որ մեղավորները անպատիժ չմնան։ Դա կլինի այս իշխանության օրոք, հաջորդ դա կապ չունի, որովհետեւ իշխանությունն էլ ժամանակավոր է եւ ես ուզում եմ ասել իլուր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ կկարողանան կոծկել իրական մեղավորներին։ Այս իշխանությունը ժամանակավոր է, փոխվելու է եւ եթե ոչ այսօր, ապա վաղը բացահայտվելու է ձեր նաեւ անգործությունը կամ միջամտությունը կոծկելու այս գործը, եթե դուք ժամանակին եւ պատշաճ ու ամբողջությամբ չբացահայտեք այս ոճրագործությունը։ Դուք նշեցիք, որ պաշտոնատար անձը փորձում է շեղել, սլաքները եւ որակել որպես վենդետա, բայց այս պարագայում եւս խնդիր է նույն պետական կառույցների համար։ Վենդետան պետք է կանխել։ Եթե դա այդպես է, ապա չկանխարգելողների պատասխանատվությունը որն է։ Արդյոք մարդիկ, ովքեր հեռացվեցին աշխատանքից այս դեպքից հետո, ընդհանուր դատախազ, որը որևէ առնչություն չուներ այս վարույթի հետ, բայց գլխավոր դատախազը որոշեց այդտեղ իր PR-ը ապահովել շատ վատ ֆոնի հաշվին, որը չգիտեմ նորմալ ինչպես կարելի է գնահատել, բայց ոմանք նաև իրենց անձնական հարցերը լուծեցին իրենց կադրերի հետ, որովհետև դեպքը տեղի էր ունեցել այդ մարզում եւ որոշեցին ազատել մարդկանց։ Այս պարագայում մեկ այլ երկրում կարծում եմ չկանխարգելման համար եւս պետք է պատասխանատուներ լինեին, եթե իրենց պատկերացումներում կար վենդետայի տարբերակը։ Շատ ճիշտ է, որ քավության նոխազներ միշտ հարմար առիթի գտնվում եւ կարգվում են ու ազատվում աշխատանքից։ Որևէ մեկին հետաքրքիր չէ ում եք ազատել աշխատանքից։ Հարց է առաջանում, շատ ճիշտ նշեցիք, որ եթե անգամ անգործության հետևանք է ում անգործության եւ ով է երաշխավորել, որ հայ հենց այդ մարդկանց անգործության եւ ավելին, իսկ ով է երաշխավորել, որ նման բան այլևս տեղի չի ունենա։ Ինչպես պիտի երաշխավորեք եւ ինչի չեք արել։ Դուք դա ձեր մասին գիտեք, թե ոչ։ Ներքին գործերի նախարարն եմ հարցնում։ Դա քո մասին գիտես, թե ոչ, թե ինչ պիտի անեիր, որ չես արել։ Դու առաջինը, ով պիտի հեռանար այդ պաշտոնից, որովհետեւ այո, եթե իր խոսքերով դա վենդետա է, ապա դա այո կանխարգելման ենթակա էր, եթե դուք փետրվարյան դեպքերի հետ եք կապում։ Ավելորդ է ասել, թե այսօր ինչպես են քաղաքական հակառակորդներին լսումներ այդպես տարբեր տեխնիկական զինված հագեցված միջոցներով կարողանում լսումներ անել մարդկանց խոսակցություններ, այսինքն դուք կարողություն էլ ունեք, այսօր օրերին դա բացահայտվել է եւ դուք եթե կասկածում եք, ընդ որում այդ անձը պարապելուց է եղել գերեզմաններում, կրակել է։
Ինչով եք զբաղված։ Առաջին հերթին նախարարը տեղում չէ, առավել եւս երբ որ փորձում է դա կապել վրեժխնդրության հետ, այնց որ ինքն իր դեմ ցուցմունք է տալիս այս ձևով խոսելով։ Հետևաբար ժամանակն էլ գալու է եւ ինքն էլ իր անգործության համար պատասխան է տալու։ Բայց հիմա այդ գործը այլևս այդ նախարարի տիրույթում չէ, ներքին գործերի նախարարի եւ նախաքննող մարմին կա, հսկող դատախազություն կա։ Եթե դա քաղաքական գծի մաս չլինի, փաստացի այնպես չի, որ ինչ-որ մեկը հանուն իր գործընկերոջ այդքան նվիրված չեն էլի, որ ավելին դա ուղղորդված հայտարարություններ են։ Եթե դուք հիշեք առաջին իսկ օրը վարչապետի Փաշինյանի տեքստը, որը հրապարակեց դատե վենդետայի գրառումը, ակնհայտ է դառնում, որ դա ուղղորդված զրույց է, քննարկում է եւ այդպես պիտի հանգուցալուծվեր։ Դա ակնհայտ է, բայց կրկնում եմ, բացի այն, որ կատարողները հայտնաբերվեն եւ պատիժ կրեն, պատիժ են կրելու նաեւ դա կազմակերպողները, ինչպես նաեւ ուղղորդողները։ Առաջին դեպքը չէ, որ Փաշինյանը փորձում է ուղղորդել այս կամ այն դեպքի, Ազատի կացարանի հրդեհը շատ արագ դեպքերը եւ ակնհայտ է, որ անգամ այս պարագայում հարցականի տակ է հենց այդ նույն վարկածը, որտեղ դա ուղղորդված է եւ այս իշխանության օրոք արդար ինչ որ դատաքննությունների ակնկալիքը իհարկե միամտություն է, բայց այս մարդիկ կրկնում են, պիտի իմանան, որ այս իշխանությունը փոխվելու է եւ եթե իրենց համար գոնե պատասխանատվություն են զգում, պիտի կատարեն իրենց արհեստավարժ պրոֆեսիոնալ աշխատանքը, եթե ոչ դրա ժամանակը գալու է։ Մենք դրան հետամուտ ենք լինելու այսօր թե վաղը, ես կրկնում եմ, որտեվ սա մեզ համար ոչ միայն ընկերոջ կորուստ է, ոչ միայն ընտանիքի ողբերգություն է, այլև պետության պաշտպանությունը քաղաքացիների հանդեպ ահա թե ինչով պիտի զբաղված լինեն, որ այս իշխանությունը ուղղակի չի կատարում։ Իսկ հիմա ինչպես է ապահովում Մերձավանում, թեկուզ եւ Գրիգորյանների ընտանիքի անվտանգությունը, կան որոշակի գործողություններ, որոնք կատարում են։ Չեմ կարող ասել իրավապահ մարմիններ ինչ գործողություններ են անում կամ ամենթարապես թե չէ, բայց կարող եմ ասել, որ համայնքի բնակիչները այնքան էին զայրացած եւ նույնիսկ նրանք, ովքեր ձայն չէին տվել Վալոդյա Գրիգորյանին, հարցազրույցներ էին տալիս խոսելով այն մասին, թե ինչպիսի նվիրում կար նրա աշխատանքում եւ իրենք ինչպես են ճանաչել նրան արդեն աշխատանքի միջոցով, այսինքն այն հարգանքն ու պատիվը, որ այդ ընտանիքը եւ մասնավորապես Վալոդյանը վայելում էր, ուղղակի չէր կարող այդպես հանգիստ թողնել այդ համայնքը եւ նույնիսկ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին արել անդորը ապահովելու նպատակով այդ ընտանիքի նրանց ախտոյանների ընտանիքին, ովքեր իստերության այում անունը շոշափվում են մյուս ընտանիքին, փորձ անել չեզոքացնել համայնքից, որովհետեւ մարդիկ լարվածության մեջ էին ապրում եւ ալարվածություն նաեւ իրենց համար, որովհետեւ շատ ծանր էր տեսնել ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ ամեն օր առերեսվում էին մարդկանց, ում կասկածում են այդ ոչրագործության իրականացման, պատվիրատու լինելու եւ այլնի մեջ։ Եվ հետեւաբար այո, իրավապահները անելիք ունեն, նրանք որևէ վտանգ չունեն, չեն կարող ունենալ, բայց Վալոդյանն էլ չէր իմանում, որ վտանգ կա։ Եվ այս առումով այո, ամեն մեկը իր աշխատանքը պիտի կատարի, որ հանգուցալուծվի համայնքի անդորը։ Շատ լավ, Տիկին Թանդիլյան, ինչ է անում ապրելու երկիր կուսակցությունը հիմա։ Որն է ձեր կուսակցության գործունեությունը, ինչ աշխատանքներ են կատարվում Մերձավանի ընտրություններում, փայլուն շախմատային քայլ է ապրելու երկրի, ընտրված տեխնացիով եւ առհասարակ քարոզչական ողջ գործիքակազմով քաղաքական քարոզչության մեջ տեղավորվող արդյունքը մենք տեսանք ցավոք ողբերգական ավարտ ունեցավ։ Հիմա ինչ է անում ձեր կուսակցությունը։ Դուք գիտեք, որ կուսակցությունը 21 թվականից է գործում եւ առաջին իսկ հենց հիմնադրման տարին է 21-ը եւ հաջորդ ամսվանից մենք մասնակցել ենք համայնքային ընտրությունների, դրա հաջորդ տարին նույնպես եւ մյուս տարին, այսինքն կուսակցությունը իր ակտիվ գործունեությունը կուսակցական ինչ որ պիտի անի քաղաքական ուժը զբաղված է դրանով ու այսօր էլ դրանով է զբաղված, քանի որ 18 համայնքներում մենք ունենք հավաքանիներ, այդ ընտրություններից 18-ից 3-ում իշխանություն ենք եւ կառավարող ուժն ենք նոյեմբերյանում, Փարաքարում եւ Տաթեվում համատեղ կառավարմամբ եւ իրականացրել ենք ծրագրեր, այսինքն ավրելու երկիրը միշտ տեղում է բնականon իր գործունեության իմաստով եւ այսօր էլ որպես քաղաքական ուժ, որը հավակնություններ ունի այս երկրում բան փոխելու, մասնակցելու է ընտրությունների, պատրաստվում է ընտրությունների, քննարկումներ է ունենում, դիտարկում է իր կատարած աշխատանքը, իր առաջարկ մարդկանց, թե ինչ ծրագրերով եւ ինչպես պիտի մասնակցել ընտրությունների։ Մեզ համար կարևորագույնը, որ մենք նպատակ ունենք, դա այս իշխանությունների վերարտադրելը, բացառելն է
եւ դրա միջոցները բոլոր օրինական մեզ համար կիրառելի են։ Գործընկերային մասնակցությունը, համատեղ քննարկում, առանցին մասնակցություն, ամեն բան մեզ համար քննարկելի է, բայց մեր ժողովուրդը պիտի ահազանգը ունենա այս իշխանությունների վերարտադրությունը որևէ պարագայում ազգային անվտանգության խնդիր է մեր պետության համար։ Եվ քանի որ սա մեզ համար առաջնային է մեր պետության անվտանգությունը, մենք պատրաստվում ենք բոլոր միջոցները օգտագործել ընտրության մասնակցության, որ կարողանանք այս իշխանություններին 26 թվականին տուն ուղարկել որպես իշխանություն։ Ձեր խոսքում նշեցիք անվտանգության կարևորության մասին, իշխանությունն ասում է, որ խաղաղությունը ոչ թե գալու է, այլ խաղաղությունը եկել է, որն է ձեր կուսակցության դիրքորոշումը օգոստոս 7-ին նախաստորագրված հռչակագրի վերաբերյալ եւ ինչ է կանխատեսում դրա զարգացման մասով, ինչ կլինի Թրամփի ուղին։ Մինչև Թրամփի ուղուն անդրադառնալը, Ալիևն էլ է ասում, մեքենաներով ենք խաղաղություն բերելու, ավտոմեքենաներով, ոչ թե տանկերով։ Սա է Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը։ Երբ որ ամեն խոսք, ինչը հնչեցրել է Ադրբեջանի նախագահը մինչև այսօր, դառնում է իրականություն Հայաստանի Հանրապետությունում։ Անգամ այդ ղազախական հացը, օրինակ, ցորենը, որ ներմուծվել է, մարդիկ ասում են Հայաստանի իշխանությունները, մենք նույնիսկ տեղյակ չէինք, ուրախացել ենք, ինչ-ինչ առիթով, որ այդ ծավալի։ Այսինքն այս մարդիկ անգամ որոշումներ չեն կայացնում Հայաստանի մասին։ Ադրբեջանի նախագահն է կայացնում, եւ նրա կայացրած որոշումները հերթով դառնում են իրականություն։ Եվ այն, որ նա Սևանը գյոյչա է անվանում, իսկ մեր իշխանությունները դա փորձում են բացատրել, մեկնաբանել խաղաղության բովի ներքո։ Ասում են ներքին լսարանին է ուղղված այդ հայտարարությունը։ Ներքին լսարան, իսկ իրենք ինչ չեն պատասխանում։ Ում ներքին լսարանին։ Նրանք բան չունեն ասելու Ալիևի ներքին լսարանին 300,000 իբրև թե Հայաստանից գնացած ադրբեջանցիներ, ովքեր պատրաստվում են գալ արևմտյան Ադրբեջան իրենց բնորոշմամբ, ասելիք չունեն այս մարդիկ։ Եվ այս ամենը Ալիևի երկարաժամկետ պլանի իրականացումն է, կետ առ կետ։ Եվ այս իշխանությունների վերարտադրությունը դրա մի մաս է կազմում։ Եվ անգամ այս գիտակցումը այս իշխանություններին այնքան վախ ու սարսափ ունեն իշխանազրկվելու, որ պատրաստ են կուլ տալ յուրաքանչյուր բան, որովհետև նրանց իշխանությունը Հայաստանում պահում է Իլհամ Ալիևը, ուրիշ ոչ ոք չի պահում։ Նրա մի քայլը կարող է վերացնել Հայաստանում այս իշխանությունների պաշտոնավարումը։ Նրա մի փոքր որևէ այլ ձևակերպում, տեսեք Զանգեզուրի միջանցք է կոչում, մեր իշխանությունները այսպես աղերսում են, որ այդ բառը չասի, որովհետև կարող է չընտրվեն, որովհետև իրենք այլ բան են ասել մեր ներքին լսարանին, խափելով մարդկանց մանիպուլացնելով, որովհետև իրենց մանիպուլյացիան կարող է չաշխատել։ Եվ այս ամենը մի սարսափելի փաթեթի մաս է, սարսափելի, երբ որ մի փոքր խորանում ես, թե ինչ վտանգների առջև է կանգնեցված մեր պետությունը այս իշխանությունների ձեռամբ, սա ուղղակի անկարելի է գիտակցել։ Եվ գալով օգոստոսի 8-ի թրիփին եւ Թրամփի ուղուն, ես ուզում եմ ասել, որ ակնհայտ է Հայաստանը պիտի գնա խաղաղության ճանապարհով, բայց խաղաղությունը պիտի լինի իրական եւ կայուն եւ երաշխավորված, ոչ թե բառ կախված Ալիևի շուրթերից, որ կամ կասի, կամ չի ասի։ Եվ նույն ճանապարհը, եթե գանք դրան եւ փորձենք հասկանալ, պետք է նայել այդ բովանդակությանը եւ դրան հետեւող գործողություններին։ Երբ որ կարդում ենք այդ փաստաթուղթը, այս անխոչնդոտ անցման թեզը ինչպես է բացատրվում։ Փորձ է կատարվել ադրբեջանցի փորձագետների շուրթերով բացատրել, թե անխոչնդոտ անցումը ինչ է, ակնհայտ է, որ Հայաստանի սահմանապահը անելիք չի ունենալու, որովհետև անխոչնդոտ կարող է խոչնդոտ ստեղծել Հայաստանի սահմանապահը, եթե մի բեռ կամ, չգիտեմ, մի դրվագ չհամապատասխանի մեր օրենսդրությանը, ոչ թե կարող է, այլ պիտի։ Այդ դեպքում ինչպես է անխոչնդոտ։ Եվ բազմաթիվ հարցեր կան, բայց այն, որ նաև ուղիների միջոցով, ապաշրջափակման միջոցով հարցեր պիտի լուծվեն, ես դրա կողմնակիցն եմ, բայց կարևոր է նաև ընկալել, որ Հայաստանի սահմանը ԵԱՏՄ սահման է, եւ ինչպես ենք մենք պատկերացնում այդ թրիփի իրականացումը այս պայմաններում։ Եվ ԵԱՏՄ-ից այս իշխանությունները կարծեք թե չեն պատրաստվում որևէ այլ գործողություն անել, ինչը ճիշտ է, որովհետև շահեր կան այնտեղ եւ նաեւ տնտեսական շատ լուրջ շահեր։ Մյուս կողմից պետք է հասկանալ, թե ինչպես է իրականություն դառնում սա, երբ որ դա բխում է բացառապես այս փաստաթուղթը գոնե այս ձևակերպմամբ միայն Ադրբեջանի ժողովրդի շահերից եւ ադրբեջանցիների շահերից։ Տիկին Թանդիլյան, դուք ասում եք խաղաղությունը պետք է լինի իրականում խաղաղություն եւ ոչ թե Ալիևի շուրթ։ Որն են մեր այդ տարբերակները։ Մենք ունենք նույն իշխանության հայտ ներկայացնող ուժերը, քաղաքական ուժերը, միայնակ կամ համատեղ ունեն իրենց տարբերակը, որ օրինակ թեկուզ ընտրությունների մասնակցելիս ընտրողին ասեն, որ տեսեք,
այս գործողությունները բերելու են այս տարբերակին, որովհետև երբ մեկ այլ գործողության մասին թեկուզ թեզ կամ հարցադրում է հնչում, իշխանությունն ունի դրա երկու հակասություն։ Մեկը որ հիմա է խաղաղությունը, որովհետև չեն կրակում, եւ երկրորդ տողատակերում տարբեր մակարդակներով լինում են մի ժամանակ շատ ավելի տարածված էր մենք սա անում ենք, որպեսզի պաշտպանենք Հայաստանը, կարճ ասած, որպեսզի պատերազմ չլինի։ Հիմա ինչ այլընտրանք կա, որն է Հայաստանի ելքը լավ։ Առաջին հերթին չկրակելը խաղաղություն չէ, որովհետև այդ չկրակելը կախված է բացառապես Իլհամ Ալիևի ցանկությունից։ Իսկ այդ ցանկությունն է Հայաստանում իշխանությունը, Նիկոլի իշխանությունը պահել այդ ցանկության հետևանքով է այդ չկրակելը, ոչ թե որովհետև Ալիևը չի կարող, չունի շահեր այստեղ անելու կամ գործընկերներ չունի որևէ բան անելու Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ինչպես անել այդ դեպքում։ Առաջին հերթին մի բան, որ այս իշխանությունները ոչ միայն չեն անում, այլև ունակ չեն անելու, դա թշնամիներ չստեղծելն է։ Նրանք այսօր գեներացնում են նոր թշնամիներ իդեմս Ռուսաստանի եւ փորձ են կատարում թշնամացնելով Ռուսաստանը պաշտպանել իրենց Թուրքիա եւ Ադրբեջանի միջոցով։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր պաշտպանն են, հայ ժողովրդի պաշտպանը երբ են եղել Թուրքիան կամ վերջերս Ադրբեջանը։ Եվ այս անմեղսունակ ձևով վարքագիծը բերում է նրան, որ մենք ունենում ենք նոր իդեմս գերտերության նոր թշնամի։ Առաջինը ինչ պիտի անենք, որևէ գերտերության թշնամի չպետք է սարքենք։ Երկրորդ ինչ պետք է անենք, բոլորի շահերը պիտի ոչ թե հակադրության հարթակ սարքենք Հայաստանի Հանրապետությունը, այլ համադրության։ Նույն տրանսպորտային ուղիներով հնարավոր է համադրման տարբեր եղանակներով լուծում տալ։ Նույն երկաթուղին, որ այսօր նաև Ռուսաստանի վերահսկողության տակ է կամ գործարկման տակ է, պիտի քննարկել երկաթուղային ճանապարհով ինչ հնարավորություններ կա, որպեսզի նաև այդ պետությանը ձեռնտու չլինի այստեղ որևէ խաղաղության խաթարում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային ձեռնտու չլինի խաղաղության խաթարում։ Երրորդը, էսա խոսում եմ դիվանագիտական եւ տնտեսական հնարավորությունների մասին, այլ շատ տնտեսական, դիվանագիտական հարաբերությունները։ Կրկնում եմ, մենք թշնամացնում ենք տարբեր երկրներ, մասնավորապես Հյուսիսային հարևանին եւ դիվանագիտական աշխատանքներ չի տարվում մեղմելու այդ իրավիճակը։ Մեր վարորդները այսօր խնդիր ունեն Ռուսաստանում մնալու։ Տարական հարց է ԵԱՏՄ անդամ երկրի համար։ Ռուսաստանում 90 օրը դարձել են 180 օր 90 օր են կրճատել եւ վարորդները չեն կարողանում ապրանքներ բեռնափոխադրումներ իրականացնել։ Սա անհեթեթ հարցեր առաջանալու համար ի սկզբանե այս իշխանությունները 6 ամսից ավել ժամանակ են ունեցել դա անելու, որովհետև ուժի մեջ է մտել հունվարի 1-ից եւ կիրառությունը կատարվել է 6 ամիս անց, ապա սեպտեմբերը հետաձգվել, ոչինչ չեն արել, ունակ չեն բանակցելու, հարաբերվելու մի երկրի հետ, որտեղ ԵԱՏՄ-ի անդամ, որի հետ ունենք տնտեսական ամենամեծ առևտրային շրջանառության ծավալը։ Ում մասին ենք խոսում, ինչ իշխանություն։ Եվ գալով նաև մեր արդեն զորությունների բազմացմանը, ավելացմանը, խոսքը մեր պաշտպանության, ենթակառուցվածքների, բանակի մասին է։ Գիտեք, ես չեմ ուզում բակագծեր բացել, բայց այնինչ մենք տեսնում ենք բանակի շուրջ ծավալվող, բացի այն, որ դեմոնիզացվել է եւ նսեմացվել է բանակի արժեքը, մեր զինվորներին տարբեր անվանակումներ անելով, այդ թվում նաև դասալիքներ, որի համար դեռ պատասխան են տալու նման ձևով խոսելով մեր զինվորների մասին, մենք այս պահին կարող ենք ասել, որ անտեղյակ ենք, թե ինչ է կատարվում, որովհետև դեռ փորձառության չի ենթարկվել որևէ գործողություն, որ այս իշխանությունն արել է բանակում։ Եվ սրանց վախերը որևէ քայլի Ադրբեջանի ես վախենամ, որ բացահայտման առիթ կդառնա, թե ինչ են անում իրենք բանակում։ Եվ ես շատ հույս ունեմ, որ ես սխալվում եմ, բայց տեսնելով ձեռագիրը այս իշխանությունների, նրանք ունակ չեն կառուցելու որևէ բան։ Մի բանակ, որ նրանք կարողացել են կառուցել, դա ֆեյքերի բանակն է, որ հարձակվում է բոլոր ընդդիմախոսների վրա։ Այդտեղ փառահեղ են մասնագետներ են։ Եվ ամփոփելով խոսքս անվտանգային առումով, այդ բոլոր ուղղություններով կան անելիքներ, որը այս իշխանությունները անունակ է։ Եթե ես դավաճանական տեքստեր այստեղ չհնչեցնեմ, գործողությունները վարքագիծը դավաճանական է, կարողությունները 0 եւ այսպիսի իշխանություններին վստահել Հայաստանի Հանրապետությունը ուղղակի չգիտակցել, թե ինչ ես անում։ Այսօր հասարակությանը բացատրվում է բավարար չափով եւ այլընտրանքները, եւ հնարավորությունները, եւ վտանգները։ Ես ունեմ միտք, որ միշտ մեղավոր են քաղաքական էլիտաները եւ ժողովուրդը երբեք մեղավոր չէ։
Ինչպես է կատարվում այդ աշխատանքը, ինչպես է օղակը ժողովրդի հետ գնում ճիշտ ուղղությամբ։ Ըստ ձեզ ճիշտ ուղղությամբ։ Ես կկիսեմ ձեր այդ տեսակետը, ինձ էլ այդ թվում համարելով նրանցից մեկը, ով մեղավորության բաժին ունի, որ խոսքը տեղ չի հասել մարդկանց կամ չի հասնում կամ ճանապարհին աղավաղվում է եւ նույն նիկոլական ֆեյքերի ազդեցությունը բարձր է, քան մեր շփումները մարդկանց հետ եւ դրա հետևանքը եւ որ ասում եմ բարձր է, նկատի ունեմ, որ դեռ գոնե ինչ որ վարկանիշ կամ թեկուզ վախերից ելնելով ինչ որ վարկանիշ ունեն, դա էլ պիտի չլիներ, 0 պիտի լիներ նրանց ընդհանրապես վարկանիշը, բայց պիտի նաև ասեմ, որ մեր շփումները մարդկանց հետ ցույց են տալիս, որ նրանք գիտակցում են։ Ուղղակի այո, դժվար է այլընտրանքի մեկնաբանությունը նրանց համար դարձնել հասկանալի, մատչելի, հասանելի, չափականված, հաշվի առնելով, թե ինչ քարոզչամեքենա է աշխատում իշխանության դաշտում։ Հետո դուք միայն առաջին հեռուստաընկերությունը նայեք, քարոզչամեքենա է, որը հեռարձակում է fake հոգևորականի պատարակը։ Սա անկարելի է, բայց սա աշխատանք է, որ իշխանությունները ուղղակի մարդկանց ուղեղների հետ կատարում է ցավոք սրտի ինչ որ չափով հաջող։ Ես պիտի ասեմ, որ մեր գործն է այո մարդկանց տեղ հասցնել, փորձել մաքսիմալ բացատրել եւ հասկանալի լինել, բայց մի բան պիտի ես միշտ ասեմ, որ միևնույնն է, այստեղ անելիքը ժողովրդինն է, ընտրության գնալը։ Հիմա կասեք, իսկ եթե չեն տեսնում այլ ընտրանք։ Իրականում նախորդ ընտրություններով արտահայտ խորհրդանական ընտրություններ ընտրողների 51%-ը չի գնաց։ Այո, եւ իսկ Երևանում 27 ու ընդհանրապես մարդիկ չեն գնում։ Հիմա գալով ժողովրդին մենք կարող է դուք չսիրեք բոլորին, բայց վստահ եմ բոլորի մեջ մեկը կա, որ ամենակիչը չեք սիրում, ամենակիչը չեք սիրում։ Ես հեռու եմ իդեալականացնելու, ոչ ոք իդեալական չի, քաղաքական գործիչներ առավել եւս։ Ես կարող եմ հասկանալ չհավատալը իրենց բազմաթիվ անգամ խապված լինելու հետևանքով, չհավատալ նաեւ նրան, ով չի վաստակել ձեր չհավատալու, գիտեք, իրավունք, որովհետեւ նա իրավունք ունի շանս ունենալու, բայց մյուս կողմից միևնույնն է ընտրության գնացողը ժողովուրդն է, եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, մարդիկ ընտրության իրավունքը պիտի որպես պարտականություն ընկալեն։ Ես օրինակ կան բազմաթիվ երկրներ, որտեղ ընտրությունը պարտականություն է, այսինքն դու պարտավոր ես գնալ ընտրության, որովհետև եկեք նորից, եթե խոսում ենք ժողովրդավար երկրի մասին, ժողովուրդը պիտի մասնակցություն ունենա դրա կայացմանը, ինչպիսին էլ որ դա լինի, ինչքան էլ որ իր համար ինչ որ բաներ բացատրության կարիք ունենան, գնացեք, ստացեք բացատրություններ, բայց ընտրության մասնակցեք։ Ես համոզված եմ, որ բարձր մասնակցության դեպքում այս իշխանությունները վերարտադրվելու շանս չունեն։ Հետևաբար առիթն եմ ուզում եմ օգտագործել այս եթերից, հիշեցնել, որ յուրաքանչյուր ընտրության չեք գնացույցի, կգնաք ցույցի, ինչ կանեք ու ինչ կասեք, դա ձեր իրավունքն է, բայց ընտրության գնալը 5 տարին մեկ անգամ համարեք պարտականություն եւ կատարեք պատշաճ, ում ուզում եք ընտրեք, բայց թույլ մի տվեք, որ ձեր չմասնակցելը աջակցություն լինի այս իշխանության գործողություններին, որովհետեւ միտքս ավարտեմ, չեն մասնակցում հիմնականում ընդդիմադիր եւ դժգոհ հայացք ունեցողները, գոհերը գնում են։ Եվ ստացվում է, որ իշխանությունը ցածր մասնակցության դեպքում ապահովում է իր վերարտադրությունը։ Տիկին Թանդիլյան, խաղաղության համատեքստում երբևէ չի կարելի առանձնացնել կամ գլխավոր բաղադրիչն է գուցե Բաքվի բանտերում հայ ռազմագերիների ներկայությունը։ Դուք բազմաթիվ գործեր արեցիք նաև տեսանելի, վստահ եմ նաև անտեսանելի, սկսած հացադուլից վերջացրած դեսպաններին դիմումներով, միջազգային կառույցներին դիմումներով։ Եղավ ի վերջո նրանցից արձագանք եւ արդյոք մի քիչ մենք չենք գերադասում արտաքին քաղաքական միավորների դերը մեր կյանքում։ Այս իմաստով եւ այս թեմայի շուրջ ստիպված ենք, որովհետեւ այս իշխանություններից ակնկալիքը ուղղակի չկա, 0 է, եթե չասեմ, որ այս իշխանությունները շահառու են այնտեղ պահող հատկապես ռազմաքաղաքական ղեկավարության մասով։ Նրանց համար յուրաքանչյուր հայրենասեր մարդ վտանգ է, իսկ այնտեղ պահվում են մարդիկ, ովքեր պայքարել են Հայաստանի հայ ժողովրդի ինքնորոշման համար, հայ ժողովրդի պատվի համար եւ սեփական հողում արժանապատիվ ապրելու համար։ Այն, ինչ այսօր գոյություն չունի, արժանապատիվ ապրելը ո՞րն է այս իշխանության համար։ Դեմքին թքում ես, ասում է անձրև է գալիս, մեր հողում է գտնվում ադրբեջանցի զինվորը, իրենք ասում են խաղաղություն է, մարդիկ մեր գշապետը այդտեղ խանջարեղ միտք ունի ասած, կսովածանան կգնան, 3 տարի կարծեմ անց։ 3 տարի չեն սովածացել, իսկ ինչ պայմաններ են ստեղծել սովածանալու։ Իսկ գուցե հաց իրենք են տալիս։ Սա ինչ արտահայտություն է։ Եվ էլի գալով ձեր այն արտահայտությանը, որ չեն կրակում խաղաղությունը, որ չեն կրակում խաղաղություն չէ։ Հայաստանի հողում ադրբեջանցի զինվոր է գտնվում, ահա դրա համար են հանգիստ կանգնած։ Իրենց բանտերում հայ մարդիկ են պահվում, ահա դրա համար են իրենք հանգիստ, որտեղ իրենց բոլոր
ցանկությունները կատարվում են, ցանկություններն ու ախորժակը մեծանում են դրա կատարման ժամանակ եւ ահա թե ինչ գին է խաղաղության ճակերտավոր եւ այնտեղ պահվող հայ մարդիկ դուք մի պահ պատկերացնենք թողնենք պետությունները դուք մեկի հետ ուզում եք խաղաղություն ունենալ եւ ձեր որդին իր մոտ գերի է դուք կարող եք խաղաղվել դուք կարող եք խաղաղություն ունենալ այդ մարդու հետ ով պատանդ է պահում ձեր զավակին Ես չգիտեմ ինչերեն են խոսում ես ժողովուրդը ես իշխանություն կոչվածը երբ որ խոսում են խաղաղության հարաբերությունների մասին բերեք այդ 23 հոգուն առնվազն հաստատված խաղաղությունն է Իլհամ Ալիևը բարի խաղաղություն է կանում հետ բերեք հայ գերիներին ինչի՞ չեք կարողանում աշխատանք եք տանում անտեսանելի ընդ որում այնքան անտեսանելի, որ ձեր խոսքով անգամ դուք կարողանում եք Ռուբեն Վարդանյանի մասով հատորներ ավելացնել նրա գործին, ասելով որ նա ուղարկված է, բարձեք ով է ուղարկել։ Տո այստեղ է, բարձեիր ով էր ուղարկել, ինչքան կարելի է օթում կախված լուրերի ստախոսության չակուչները ձեռքդ մեղնել, բարձեիր։ Ում ես ասում, այդ ինչ ես առաջին դիմադրի դեմքով ընկել ես մարդկանց ջանը եւ օթում կախված ստախոս մանիպուլատիվ տեքստերով վարկաբեկում բոլորին։ Սա վերջ է ունենալու թե ոչ եւ հայ գերիները ցավոք սրտի այո մնացել են արտաքին ուժերի հույսին այդ թվում նաեւ միջազգային հանրության գիտեք Կարմիր խաչն այնտեղից դուրս եկել եւ մարդիկ ուղակի ամեն օր տառապում են ես նաեւ կապ ունեմ տարբեր ընտանիքների հետ գերիների տառապում են այս վիճակից տառապանքներով ապրում են փաստացի նրանց տեսակցող մարմին չկա հունիսից հետո մեկ անգամ լավագույն դեպքում շատ կարճ զրույց են ունենում ընտանիքի անդամի հետ ծանր վիճակում դե գիտեք ինչ պիտի զրուցեն այնտեղ այո ոչից բացի կամ մի թեթև ինչ որ բայց գիտեք որ նաև Սիրանուշ Սահակյանն ու շնորհակալություն իրեն բազմաթիվ փորձում է ինչ որ կերպ բարձրաձայնել իր էական իրավիճակը ես ինձ թույլ չտամ ասել դրան որովհետև չեմ ուզում որևէ մեկը քաղաքական ենթատեքստ լսի բայց դու տեսնում ես որ իրավապաշտպանները նաև գերիների շահերի պաշտպանները թե ինչից են խոսում եւ ինչ է կատարվում այնտեղ մարդկանց հետ բայց այս իշխանությունները արդարացնում են Իլհամ Ալիևի ռեժիմը Ձեզ չպատասխանեցին դեսպանատներից թե այդ նամակները պատասխաններ չի ակնկալում Պատասխանները տարբեր ձևի են լինում, բայց առաջին ու ամենասարսափելին որ ստանում ենք դա այն է, որ ձեր իշխանությունները պիտի անեն գործողություններ, որոնց մենք կարող ենք աջակցել, բայց քանի որ ձեր իշխանությունների կողմից գործողություններ չեն կատարվում, ինչին եւ ում աջակցենք։ Ու դրա համար ես նաեւ գիտեմ, որ իրենք բան չեն անում։ Մեր ժողովուրդը կարող է ինձ չհավատալ, եւ ես ցավով եմ դա ասում, որովհետեւ հասկանում եմ, որ իրենք ինչ են ասում, դե մենք անում ենք չի երևում եւ այդ տեքստը ավելի հեշտ ընկալելի է, որովհետև զգայուն թեմա է, բայց չէ որ մենք նամակներ ենք ստանում, առայն որ ձեր իշխանությունները պիտի նախաձեռնեն, պետք է շահառուն իրենք լինեն, որ մենք կարողանանք աջակցել, ասենք թե ճիշտ են ասում, այդ մարդկանց պայմանները կամ ընդհանրապես այս ինչ դատավարություններ են, իրավիճակը միջազգային մամուլի մասնակցություն, ընդհանրապես մեկ հոգու հյուպատոսի որևէ երկրի մասնակցություն, ոչինչ չկա, բայց կարողացել է Ադրբեջանը ցույց տալ, թե բաց ամեն տեքստ, եթե դուք նայեք, բաց դատավարության ում համար է բաց Ադրբեջանի պետական լրատվամիջոցի։ Իշխանությունը չի նույն իրավապաշտպաններն են ասում, չի օգտագործում մի լծակ միջնորդ պետություն, որը կայցելի ձևավորի պատվիրակություն համապատասխան եւ կայցելի կտեսակցի Բաքվում պահվող մեր հայրենակիցներին։ Բայց միևնույն ժամանակ իշխանությունը բոլոր իր պնդումներում ասում է, որ այդ բոլոր մակարդակներով ասում է, որ մենք բանակցում ենք, դրանք անտեսանելի են, հողում է անում, որ նախկինում էլ գերիներ բերվեցին, որոնց մասին դուք այդպես էլ չգիտեիք եւ մեր շատ եւ բարձր խոսելը գուցե կվնասի նրանց։ Ես չեմ բացառում այդ վարկածը եւս, որ շատ խոսելը գուցե կվնասի նրանց, որովհետև նաև պետք է հասկանալ, թե ինչ ենք խոսում շատ խոսելու ընթացքում։ Բայց այս հնարավորությունը փաստ է, որ իշխանությունը չի օգտագործում, չի դիմում օրինակ Շվեյցարիային, որ ունի այդ փորձը եւ այլն։ Դուք դիմել եք իրենց կամ այս հարցով որևէ բան արվում է թեկուզ ձեր կողմից կամ գործիքակազմ, որը կստիպի իշխանությանը գնալ այդ ուղղությամբ։ Ուրեմն ոչ միայն մի գործիքակազմ ունի իշխանությունը, ունի բազմաթիվ գործիքակազմ։ Եվ շոսա քաղաքական լուծում է ստանալու, ոչ իրավական։ Անպայման ու միայն, որովհետև սա քաղաքական գործընթաց է, այնտեղ չկա իրավական որևէ բան։ Որևէ։ Սա քաղաքական դրդումներից, նպատակահարմարությունից առաջացած դատավարություն է, ընդ որում Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա մարդկանց դեմ չէ, սա Հայաստանի Հանրապետության դեմ է։ Դուք որ տեսնեք նրանք ինչ փաստական իբրև թե իրավական հիմք են ստեղծում վաղը Հայաստանի Հանրապետությանը ագրեսոր պետություն հռչակելու,
դուք կհասկանաք, որ այս դատավարությունները պետք է օր առաջ ավարտվեն, դադարեցվեն եւ այսպես չեզոքացվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի պաշտպանված։ Իսկ ագրեսոր պետություններին, եթե Ադրբեջանը հաջողի, չի թույլատրվում օրինակ ունենալ բանակ։ Տեղյակ եք այդ մասին։ Այսօր Ադրբեջանը աշխատում է, դա իր այն մեծ ծրագրի մի մասն է։ Կան այստեղ ադրբեջանցիներ, Հայաստան չունեն բանակ, այստեղ կան ադրբեջանցիներ, ասեն որ պաշտպանում են անվտանգությունը այդ ադրբեջանց։ Սա մի մեծ պլան է, ժողովուրդ ջան, այս պարզունակ չպետք է նայել։ Մի գործողություններ չեն սրանք, սա Ալիևը ի պատիվ իրեն շատ լավ քաղաքական դիվանագետ, քաղաքական գործիչ եւ դիվանագետ եւ երկարաժամկետ պլան ունի, որը իրականացնում է ամեն օր։ Այս իշխանությունները ոչ միայն չգիտեն, չեն տեսնում, իմանան տեսնել անունակ են։ Եվ ավելի հեշտ ասել, որ դա այդպես չի, քան անել, որ այդպես չլինի։ Հիմա դուք ասում եք մի միջոց գործիք ունեն, որը չեն իրականացնում կամ որ նրանք Դե դա չեն կարող ասել, որ մենք թաքուն կամ գաղտնի ենք իրականացնում։ Եթե դա իրականացնում ենք, տեսնելու ենք, դրա համար ես կարող եմ պնդել եւ իրավապաշտպաններն էլ են պնդում, որ դա չի իրականացվում։ Այո, որովհետև մենք ստանում ենք այդ պատասխանները այդ նույն կազմակերպություններից, որոնց իրենք ասում են, որ իրենց հետ աշխատում ենք։ Նրանք մեզ ասում են, ձեր իշխանությունները ոչինչ չեն անում։ Բայց գալով մնացած հարցերին, թե ինչպես են ազատվել մնացած գերիները եւ այլն, դա Ալիևի բարի կամքի դրսևորում է եղել ընդ որում այլ երկրների հետ հարաբերությունների համար։ Այդքան բան, դրանից ավելին երբեք չի եղել։ Եվ այն, որ ուղղակի այստեղի իշխանություններին պահեն իշխանության, ես չեմ բացառում, որ եւս նմանատիպ քայլեր անեն։ Ես չեմ բացառում։ Այս իշխանությունը խաբար չի, այնտեղ կտան իրեն գերիներին կվերադարձնեն, կապ չունեն իրենք այդ մարդկանց հետ։ Ու նորից, եթե չվնասելու մասին են խոսում տարբեր գերատեսչություններ, կրկնում եմ, ինչպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Ռուբեն Վարդանյանի վրա, նրա խոսքերից հետո հատորներ են ավելացել։ Դա չվնասելու սկզբունք է։ Ինչպես ես չվնասում, երբ որ խոսում ես ու ասում ես բաներ հրապարակային, որոնց հետևանքով Բաքվի բանտում նստած անձի վրա հատորներ են ավելանում, ինչպես։ Ախր չի կարելի այսքան հիմարի տեղ դնել մարդկանց։ Ասելով չի։ Մենք էլ կարելի, ամեն ինչ կարելի ասել։ Իհարկե կարելի ասել, մենք անում ենք գաղտնի աշխատանք, դուք չեք տեսնում։ Դրան ինչ կարող եք հակադարձել, բայց փաստ է չէ, որ այդ աշխատանքը ոչ մի արդյունք չի տալիս։ Այլև դուք հրապարակային անում եք բաներ, որ հակառակն է ձեր պնդումներին։ Հերիք է մարդկանց հիմարի տեղ դնել։ Մեր ժամանակը սպառվեց, շնորհակալ եմ Տիկին Թանդիլյան, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էր։